Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որն էր կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Ինչ ուզում են թողանեն, Սարա, բոլորը ինչ ուզում են թողանեն, մեկա։ Մեկա։ Ինչն է մեկա։ Մենք չենք կարա սոս անտեսենք մյուսներին։ Ես սխալ էի, Սարա։ Եթե մենք մնանք Նյու Յորքում, արդեն ամուսնացած կլինենք։ Չհասկացա։ Սոս իրանք քո ընտանիքն են։ Պետքա իրանց կարծիքն էլ հաշվի առնենք։ Եթե ուզում են երկար պատրաստվեն հարսանիքին, ես պատրաստ եմ։ Հանուն մեր սիրո համբերեմ։ Սեր։ Ալա ինչ սեր, արա։ Խիղտվարա Հասնցել մեր միությունն է հետաձգվում, Սարա։ Լավ էլի, պապ։ Պարտադիր չի ես ամեն անգամ ներկա լինեմ։ Հենա ավոն հետևում է բիզնեսը։ Դե դու էլ բարդ կթար վստահելու, լավ էլի։ Ոչինչ, կարևոր է որ մեկա միասին ենք լինենք։ Ալա սուտ եք խոսում արա, այդպես բան հնարավոր չէ, դուք սաղից կապում եք ինձ արա։ Հələ դենայի։ Ամատունին հեռախոսի հետ կրիվ անում։ Էդ ինչ ես անում աղբեր։ Հա։ Դու ռադիո թատրոն եմ լսում։ Լսի Ջաքսոն ջան, կարողա դու հիշողությունը չես էլ կորցրել։ Պարզապես մեծ հետ ես տվել ընկնես 90-ական թվականներ։ Լավա, ամեն ինչ լավա։ Պապ, արի գնանք գարաժ։ Հա, գնանք։ Դրա համար էլ այս ամեն ինչը Ես ինչ բաց թողեցի լսի։ Հա, համաձայն եմ, բայց պետք է պարզենք, թե կռիսնովա։ Ոնց։ Ուզում ես ասես մեր տանը կռիս կա։ Վայ։ Հա, կա կռիս։ Բոյով չաղ կռիսա։ Ուրեմն պետքա գտնենք այդ կռիսին։ Բայց որ գտնենք, ինչ ենք անելու։ Ես գիտեմ ինչ ենք անելու։ Չհասկացալ ես ինչ եղավ արա, ձենը խիկորա։ Սկորա։ Հիմա ոնց ես։ Նոր ենք իրար տեսնում։ Լավ, բան չեմ հասկանում, գիտես։ Մեկ հետս տարօրինակ ես խոսում, մեկ ժպտում ես։ Չա եղել։ Քիչ առաջ գնացի բակ տեսնեմ պարոն Ամատունին։ Մենակ տխուր նստած էր իր համար։ Ինչ անեմ, կարողա սրանից առաջ ուրախ երջանիկ կյանք ունեցել։ Հիմա ամեն ինչ մոռացել է, դրանից է տխուր է։ Բայց այնքան սոլիդ տղամարդ է Ամատունին։ Գիտես մի տեսակ տղամարդու բրուտալ վերացող տեսակ է։ Ճիշտ ես։ Ես էլ նույն բառերով կբնութագրեի իրեն։ Բայց գիտես չէ մեր դարում իսկական տղամարդիկ պակասել են։ Հենց հանդիպում ես, պիտի բռնես ու էլ բաց չթողնես։ Իսկ ինչ ես կարծում, սոված կլինի։ Եթե անգամ սոված էլ չլինի, քո հյուրասիրածի չի հրաժարվի։ Ոնց որ հասկանում եմ, Ամատունին շատ ճաշակով տղամարդ է, կնոջը գնահատող։ Դե հազվադեպ են պատահում այդ տեսակ մարդիկ, չէ։ Ես իրա համար եմ պատրաստում։ Շատ ճիշտ ես անում, Կիվա ջան, ապրես շատ ճիշտ ես անում։
Պարոն Ամատունի, կարող է հիշողությունը տեղն է, հիշել ես, որ դու կռից ես ու նեղվել ես։ Սենց դեպքերում ինձ թվում է ավելի ճիշտ կլինի, որ հիշողությունը չվերականգնվի, չէ՞։ Ես էլ մտածում էի դու իմ կողմից ես։ Ոչ ես հարցում։ Ես չէի կարող թողնեի, որ դու սոսին ծուղակը գցես։ Այդպես էլ կմնաս սոսին երազելով։ Ավել պակաս մի խոսա։ Ես կապացուցեմ։ Կգտնեմ ապացույցներ, որ դուք խաբում եք, ու այդ ժամանակ կտեսնենք, թե ով է ծիծաղելու վերջում։ Անկեղծ ասած, ընդհանրապես ծիծաղելի սիտուացիա չի, ոչ մեկիս համար։ Ուղղակի քո մասին հոգ էին տանում։ Այս տանը քեզ ընդունել են առանց հետին մտքի։ Դո լավ է։ Այս տան մեջ իմ մասին հոգ էին տանում նրա համար, որ աղբորդ վրա չբողոքեմ։ Հələ սպասի։ Ես ինչեր ես խոսում։ Կիմա, ես ուրիշ բան եմ ասում, ես քեզ կբացատրեմ։ Ինչ է այդտեղ կատարվում։ Ամատունին հենց նոր հասկացավ, որ ինքը ամեն ինչ էլ լավ հիշում է։ Դե, այդ հիշողությունը վերականգնվել է։ Չել կորցրել։ Ամատունին մեր սենյակում գաղտնալսող սարք էր դրել ու կռիսի նման լսում էր ուրիշին ընջարանում, թե ինչ է կատարվում։ Ուրեմն այսքան ժամանակ դու մեզ խաբել ես։ Կիմա ջան, ես քեզ Սուս։ Դու կիմային բացատրելու ոչինչ չունես։ Յա, ժողովուրդ ջան, ես ինչ լավ ասաղատ հավաքվել եք իրար գլխի։ Ինչ խոր այդ տղա։ Դե լավ այլ է, որ սաղ ընտանիքը հավաքված ասես ջեր, իրար գլուխ են հավաքվել։ Ավո, Ամատունին գնում է մեր տնից, գնա վեշերը բեր։ Բան չէ գնում։ Հəbə, բա ինչին հեչ, ըդիկ վեշ չունի, ուր դուց բերենք։ Ինչ ունի բեր, կռիսները այս տանը գործ չունեն։ Այդ դեպքում առաջինը դու պետք է գնաս այս տնից։ Դա արդեն դու չես որոշում։ Լսի, մենք այդքան քեզ վստահում էինք, հոգ էինք տանում։ Լավ, վերջ Ամատունի։ Փասա փուսեկդ հավաքի ու գնա։ Դու ստե անելու բան չունես։ Դե փասեքդ ես կբերեմ։ Դու փուսեկդ էլ ես։ Շատ լավ, մենք դեռ կհանդիպենք։ Ու ես կապացուցեմ, թե ով է իսկական ստախոսը։ Հուլիսի 26-ին Ակուակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակուակալենտեում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ L Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանը Մահթեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժույթի արքուվաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժույթ Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Գլենդելում, Դելամոր նորավոճ հագուստի նոր հասցե, 1100 South Central Avenue,
Այցելեք եւ կհամոզվեք, Delamore, շատ ոչային։ Flowers, balloons, toys, gifts, and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն Լոս Անջելեսում առաջատար անշարժույթի ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաև պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm։ Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրորագործումներ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կա 1 օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե 1 օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը 1 օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ամատունի, սպասի։ Ես գիտեի, որ դու ինձ հետ ես կանչելու։ Չէ, ուղղակի սա էր մոռացել։ Վերջրո։ Սա, հա։ Մեկ էլ սպասի ուտելու բան բերեմ տար հետդ։ Ու դու դա կանես ինձ համար։ Ոչ։ Ես իմ ընտանիքի պատվի համար եմ անում։ Ու ես թույլ չեմ տա, որ մեր տան հյուրը սոված էստանից դուրս գա։
Էն էլ անշնորհակալ հյուրը։ Կիմա ջան, հասկացի վերջապես։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես իմ գործի նվիրված մարդ եմ, ու լինում են դեպքեր, երբ որ դիմում ես նման քայլերի արդարությունը վերականգնելու համար։ Լսի, քո գործը կարող է իմ սոսի համար երջանկություն արժանար։ Ավելին ասեմ, իմ ընտանիք ինձ համար շատ թանկ է, իսկ ես նման բաներ չեմ ներում։ Կիմա այս ամբողջ ընտանիքին վառեն քեզ թողնեն։ Հավատա խոսքիս, այս տան մեջ մարդ չկա։ Լսի, բայց դու ինչ անշնորհակալ մարդ դուրս եկար։ Գնա, հա։ Գնա այստեղից։ Եթե անկեղծ առաջին անգամ ուզեցի գալ քեզ հետ շփվել, բայց Հա, դու եկար։ Բայց քո գալու մեջ անկեղծություն չկա։ Ախ, անկեղծություն։ Դե հիմա կարաս ասես անկեղծ, ինչի մեզ օգնեցիր։ Դու իմացել ես այդ ձայնագրող սարքի մասին։ Ու հանգիստ կարայր մեզ չասեիր, բայց օգնեցիր։ Դե հիմա ասա ինչի օգնեցիր մեզ։ Բայց անկեղծ։ Ես գիտեմ, թե ինչ է կատարվում ձեր մեջ։ Ու ես գիտեմ, որ այս ամեն ինչը սուտ է։ Ես քո աչքերում չեմ տեսնում սիրահարված ու սիրող կնոջ։ Եթե Ամատունին իմանար ամեն ինչ ու բացահայտեր, ու ունենար իր ձեռքին ապացույցներ, տուժվելու էր մենակ սոսը։ Դե հիմա ասա, իսկականա ձեր մեջ ամեն ինչ։ Մինչև հիմա սիրում ես սոսի։ Այդ կարամ ասեմ։ Նորմալ է ամեն ինչ։ Հա։ Ձեզ խոսել է պետք կարծում եմ։ Մենք խոսալու բան ունենք։ Մարի, անկախ ամեն ինչից մեր մեջ ինչ եղել է, չի եղել։ Ես քեզանից շնորհակալ եմ։ Դու որ չլինեիր։ Եթե դու էլ չլինեիր, ես ոչ մի բան չէի անելու։ Այս Սարայի հեռախոսն է։ Կներես։ Սարա։ Լսի այ վհուկ, չես կարում քո հեռախոսը կոմոդ պայես։ Պետք է հետևիցդ ման գա։ Ուզում եմ հասկանամ ինչի սենց շուտ եկար։ Ինչի։ Դե կարծում եմ պիտի Մարիի հետ մնայր շփվեիր մի քիչ։ Լսի դու իմ ազնականին խես խառնվում, դու իմ հետ ինչ կապ ունես։ Ընդհանրապես կարելի ասել, որ հիմա քո անձնականը ես եմ, բայց որպես մարդ ուզում եմ քեզ խորհուրդ տալ։ Որպես մարդ։ Մենք շուտով կամուսնանանք ու միանգամից կբաժանվենք, ու ես կարծում եմ, որ Մարիին պետքա շանս տաս։ Լսի դու կարող ես ամուսնության գծով վարդության պետն ես։ Դու ես որոշում, ես քո հետ ամուսնանամ, հետո ամուսնանամ Մարիի հետ։ Կարամ իմանամ ինչ պլաններ ունես ապշե իմ հետ կապված։ Սոսդ աղջիկը մինչև հիմա քեզ սիրում է։ Դու չգիտես, Մարին ինձ դավաճանել է, եկել է մերոնց ամեն ինչ պատմել է։ Այդ դու չգիտես ինչ է նշանակում դավաճանություն։ Դավաճանությունը այն է, երբ որ սիրածդ մարդուն տեսնում ես ուրիշի հետ անկողնու մեջ։ Մնացած բոլոր հարցերը կարելի է հարթել։ Չնայած դու սիրելուց էլ ոչ մի բան չես հասկանում։ Okay, գնա մնա մենակ։ Կմնամ մենակ։ Ասացներս տեղ հասա։ Գիտես ամենավատը որն է։ Որ մենք հեսա ամուսնանում ենք, բայց այս աշխարհում մենք ամենամենակ մարդիկ ենք։ Միացրեք։ Շատ լավ է։ Շատ լավն է։ Հույս ունեմ այս անգամ ոչ մի արտառոց դեպք չի գրանցվի։ Օրինակ մարդու առևանգում, սպանություն, այլ մոլորակայինների այց։ Այս անգամ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Լուիսը կմիացնեք,
Բել անցած անգամ էլ քո ցուցադրությունը շատ լավ էր, դե չհաշված Սարային փախցնելը։ Ինչ ես կարծում, արժի պոդիումը մի քիչ մեծացնենք։ Չէ, կարծում եմ, սա շատ լավ է։ Լավ է։ Բիմերը կմիացնեք։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Լսի, իսկ իմացել ես ամատունին ինչ արել։ Չէ, ինչ արել։ Այս ամատունին Սոսի ու Սարայի սենյակում ձայնագրող սարքեր դրել։ Ես էլ ասեմ ինչ են տնեցիք ամբողջ գիշեր ինչ-որ բան քչփչում։ Ու դու չես հարցրել, թե ինչ ա եղել։ Դե մի քանի բան լսեցի, բայց շատ հոգնած էի, գնացի մի անգամից քնելու։ Բել, դու դեռ ձերոնց հետ ես ապրում, բայց արդեն նես տպավորությունն ոնց որ տեղափոխվել ես։ Մար դու գիտես, որ ես շատ մեծ նպատակներ ու երազանքներ ունեմ։ Ու պիտի շատ աշխատեմ։ Ու եթե իմ ժամանակը նվիրեմ ընտանեկան ինտրիգներին, ոչ մի բան չեմ հասցնի։ Դու գիտես։ Մար արի գնանք աղջիկների մոտ։ Գերեզգույն ջան, ուրեմն ես ուզում եմ տանս պատերը ներկեմ։ Ինչ խորհուրդ կտաս։ Նախ պետք է ասեք, թե ինչ գույն եք դուք ուզում, որովհետև մենք ցանկացած գույն կարող ենք ստանալ պատերը ներկելու համար։ Ասեմ սիրուն ջան, ուրեմն պես։ Ծորնիկս հələ չի ծնվել, որ ծնվեց, բերելու ենք ծննդատունից տուն ու առաջի տպավորությունը տան պատերն են դինելու։ Ուզում եմ, որ տպավորությունը գեղեցիկ լինի, հաճույք եմ ուզում պատճառեմ։ Սարո, ես ինչ ես ա։ Էդ դու ինձ հետևում ես, մադամ Զոկանչ։ Ես մենակ ես որոշել այս ամեն ինչը կազմակերպել։ Քեզ ինչ։ Իրար հետ էինք կազմակերպչական հարցերը լուծում, մոռացար։ Դու մեկ հարցնի քեզ ինչ։ Ուզում ես ինձ առաջանցնես, չի ստացվի։ Հիշի մի բան, որ ես միշտ քեզնից 10 քայլով առաջ եմ անցել։ Լսի դու որտեղից գիտես։ Աղջիկա ծնվելու թե տղա, որ երեխայի սենյակը ներկես վարդագույն կամ կապույտ։ Հալա, լավ ինձ ասա, դրա միջինը որն է։ Եկեք ես ձեզ կատալոգը ցույց։ Լավ, եղավ։ Հա, դե լավ, ես էլ իմ անելիքը կանեմ, եղավ։ Այս կլիկը խելքը թրցել է, դու ինձ գույները ցույց տուր։ Ահա, լավ է, այս լավ է։ Կիմա ջան, ես ինչ ես մի տեսակ, մենակ տխուր նստել ես, բանա պատահել։ Ես գիտեմ այդ մորս ուրվականն է։ Կիմա ջան, ինչ ուրվական։ Ինքը ինձ միշտ խանգարել է, ջահել սիրուն աղջիկ էի։ Մի տղա էր ինձ սիրահարվել։ Ճիշտ ասած, ես էլ անտարբեր չէի այդ տղայի նկատմամբ։ Կիմա ջան, ես այս պատմությունը չգիտեի։ Մերոնք բոլորը դեմ էին։ Հա։ Հատկապես մայրս։ Այդ ինչ էին դեմ, Կիմա։ Այդ տղու բոյը 1.66 էր։ Հա։ Չէր ուզում կոլոտ փեսա, այսինքն։ Ուղղակի իրան դուր չէր գալիս 66 թիվը։ Դրա համար էլ մնացի մենակ։ Վայ, Կիմա ջան, ճակատագիր ա եղել, ասա 67 լիներ էլի։ Հիմա որ մի քիչ հույս ունեի, որ իմ բախտը կբացվի, այդ հույսն էլ մեռավ, լաուշ։ Ես գիտեմ, որ իմ մոր աչքն էր։ Կիմա ջան, ճակատագիր ա, բայց մի մտածի, քո բախտը Կիմա ջան, նորա բացվելու։ Կիմուլիկ, Կիմա։ Ինչ։ Ասում եմ, վեր կաց, գնանք խանութ, մի քիչ ման կգանք, առևտուր կանենք, համ էլ տրամադրությունդ կփոխվի, կցրվես, հա։ Երևի։ Ուրեմն սենց պետք է լիներ։ Իմ բախտը դուք եք, լաուր։ Վախ, Կիմա ջան։ Ես քեզ շատ եմ սիրում, Կիմա։ Ես էլ քեզ։
Ասում են սաղ լոսին դուք եք կրիշավա տանում։ Նկատի ունեք փաթյոները կամ պերգոլաները։ Լետ կուրտուրականը թարգի, չի մակարտակին տնամ ստե ինչով եք զբաղվում։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Կամ խոսքի օջախը տեկող գնացող բոյով բարեկամ ունես, այս դրնից դնում են ու սխ թամամա։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մեռնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Էդ ինչ ասիր սա ուզում եմ աղբերս։ Չորնեսին սխալ ինֆորմացիա էր տվել։ Ասա իզվինի, մարդիկ յանց հալար քրդիկով բեսեդկա են դնում։ Ես էլ եմ դրել։ Համար ես եք ուղարկեմ։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Supermarket Esti համեցեք դուք միշտ համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Fun House Factory հրաշքներով դիմանկական վայր Լոս Անջելեսում, ծննդյան տոնակատարություններ, զվարճալի խաղային օրեր, թեմատիկ երեկույթներ։ Զանգահարեք հենց հիմա։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ 807-777-77-71։ This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818-487-8875։ Nostimo Grill հունակախոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գերոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։
կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիան ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ 1%, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Ավշարի գործարանի բահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ In prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Քուլու մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ասեցի էլ պետք չէ էլի, դրա համար ինձ քաշտվեցիք, բերեցիք, հասցրեցիք ստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ամատունի, ընթացակարգն է դա։ Ես ոչ մի ողոքել չունեմ։ Դուք Նյու Յորքից եկել եք Լոս Անջելես եւ միանգամից վրաերթի եք ենթարկվել։ Իսկ այդ վարորդը պետք է պատասխան տա եւ փոխհատուցի իր ամփոյթ արարքի համար։ Ախր կիման շատ է սիրում այդ լակոտին։ Չհասկացա։ Մի խոսքով ես ողոք չունեմ։ Կարողա ձեզ սպառնացել եմ։ Ես նման եմ մի մարդուն կարող են սպառնալ։ Գուցե կոմպրոմատ են գտել եւ շանտաժի են ենթարկում։ Եղբայր ասում են չէ էլի, ոչ, նյետ։ Այդ մարդիկ իմ ընկերներն են։ Ու ես չեմ ուզում տվյալ մարդկանց վրա բողոք ներկայացնել։ Այդ մարդիկ ինձ համար արել են ամեն ինչ։ Այսինքն ձեր ընկերներն են եղել վրաերթի ենթարկողները։ Այդ ժամանակ նրանք իմ ընկերները չէին։
հետո դարձան։ Չնայած նրանք ինձ ընկեր չեն համարում, բայց ամեն դեպքում ես գոհու շնորհակալ եմ ձեզ։ Լավ, եթե այդպես է, մտափոխվեք, մեր հասցեն գիտեք։ Շատ լավ։ Ստեսյուն, Նոքուրը։ Օրեսել ենքան չխմեցի արևի տակ սաղ գոլոր շիացել է։ Սյուզի ջան, մի հատ իջի ներքև էլի, բակ, բեքյարդում քեզ եմ սպասում։ Հա։ Այդ աղա, ես փաստորեն արևայրուկ կընդունիս։ Չէ, Սյուզի ջան, ես մենակ իբուպրոֆեն եմ ընդունում։ Քեզ որ խնդրեմ, մի հատ սոկ, մի հատ ջուր, մի բան կբերես ինձ, թրիալի խնդրում եմ։ Իա, ինչ խորտի երթամ, չէ մերթա։ Բայց ինչի։ Լսի, մեր տան փոքրը ես եմ։ Միշտ բոլորի համար ես եմ սոկ, ջուր, բան, տենց բաներ բերել։ Ես որ ծնվել եմ, պապաս գիտես ինչ ասեց։ Աման, գիտես չէ, խելրիմ գպավիկների իմաստուն խորհուրդների համար, ըսա։ Պապաս ասում էր, ավելի լավ է շուն ծնվես, քան թե տան փոքրը ելնես։ Աման, այդ աղա դու շուն ես ծնվել։ Տո չէ, պապուս իմաստուն խոսքերն էր էլի։ Գնա էլի գնա մի բան բեր խմեմ։ Այդ աղա չէ մերթա։ Okay, հասկացանք, որ ես իսիտան մեջ ամենապիջիկն եմ, բայց ես իսիտան անդամը չեմ որ երթամ բերեմ։ Դե որ տենց, հա։ Արի չինգաչունգ ենք անում, ով կրվում է ինքն է գնում բերում։ Արդե ով կրում է ինքն է գնում բերում։ Այ մարդ չիդեմ ով կրե, ով կրվե, բայց իսի սոգով ես չինգաչունգ չեմ ենե։ Ինձի տորթել է պետք, որ ես կրեմ, դի երթաս տորթ բերես, եղավ։ Դու տենց լավ խաղացող ես, հա։ Դու չգիտես ուղղակի ում հետ ես խաղում։ Դու Լոսի Եվրոպայի չեմպիոն տղու հետ ես խաղում։ Պրոբլեմ չունիս։ Դե որ տենց, հա։ Արի մաշտից վրա ենք խաղում։ Համաձայն եմ, կակրազ ես էլ ավտո չունեի։ Դավայ։ Մերոբ եմ, ինչ ղտի խաղամ։ Ուրեմն դու խաղալ չգիտես։ Այդ աղա գիտեմ, ինչ չիդեմ։ Աման, հաղթեցի ժողովուրդ, ավտո եմ շայել։ Արփար է, արփար։ Որ ոնցը։ Ո՞ս ես լավ հաշվարկել է։ Սկզբից կար, հետո մգատ Այդ աղա ինի քո ավտո դիմս է։ Համի որ ասեմ չէ, պապին ասել ես ֆուֆլո եմ, չէ։ Աման, ֆուֆուլ։ Այդ աղա լավ էլ անուն է ֆուֆուլ։ Բանունը ինձի համար եղնի ֆուֆուլ։ Անուն չի, բայց քո համար մեկ չի։ Մեկ է, հայմի ես BMW ունիմ։ Պարոն Սերժ, դեռ չենք ամուսնանում։ Բայց շուտով ամուսնանալու ենք։ Ուղղակի ուզում ենք միջև ամուսնանալը ամեն ինչը մանրամասորեն իմանալ։ Օրինակի համար արդեն գերեզմանի տեղը վերցրել ենք։ Ամուսնական պայմանագիր ենք անելու։ Այ դրանից։ Մեկ էլ ուզում ենք իմանանք, որ մարդ ես հերու տնից տեղից, Աստված չանի։ Ուզենանք բաժանվենք։ Ինչքան ժամանակում կարող ենք բաժանվել։ Ասեմ ձեզ, որ մեր գրասենյակի միջոցով կարող եք կնքել ամուսնական պայմանագիր։ Ու եթե հարկ լինի, ամուսնալուծությունը մենք կարող ենք կազմակերպել 2-3 օրվա ընթացքում։ Պարոն Սերժ, իսկ ավելի շուտ, արագ հնարավոր չի։ Եթե ընկնենք այն դատավորի մոտ, որը որ ծանրաբեռնված չլինի, նույն օրում էլ է հնարավոր։ Ջան, նշանակում է կարանք առավոտյան ամուսնանալ, երեկոյան բաժանվենք։ Դա անօրինական է։ Չէ, մենք չենք ուզում շուտ ամուսնալուծվենք։ Իրականում ես շատ ուսում քեզ չէ սիրտս։ Հա, ես էլ։ Ինձ լավ խոզի պապկամիս է հարկավոր։ Գիտեք, մեր պապիկը մանղալ է ձեռք բերել, հուսանք այսօր տրամադրությունը լավ կլինի, խորոված կանի մեզ համար։ Տեսակ բան։ Դիմա ջան, այստեղ շատ լավ ստեյքներ կան։ Ես քեզ վերջի անգամ եմ ասում, այլևս ինձ չհետևես։ Դուք փաթեթավոր եք, հիմա կվերցնեմ։ Ես вообще-то եկել էի մսի հետևից։ Չհասկացա, ինձ մսի տեղ ես դրել։ Հիմա ջան, ես իհարկե աշխարհի չափով քեզ տեղ համեցի, բայց հավատացնում եմ, ես քեզ չեմ հետանում։ Լսի քեզ ինչ եմ ասում։
Մի անգամ էլ թեկուս պատահաբար հանդիպես ինձ, եղբորս ասելու եմ գլուխը ջարդելու է։ Կիմա ջան, գնանք միս գնացեք։ Պատվա։ Շնորհակալություն։ Աշտա խոսյոյ խելորոնդ է։ Ասա։ Ես Ավո Կարապետյանս իմ ավտոն տալիս եմ Սյուզին իր ամեն ինչով։ Այո։ Ու ինչ է դա նշանակում։ Չգիտեմ, հերս է տենց ասում։ Միայն այս մեքենան է։ Հա, ուրիշը չունեմ։ Իսկ դուք հասկանում եք չէ, մեքենան անվանափոխելուց հետո այլևս դա ձերը չէ։ Աման, այդ տղա հել թանկ։ Ասիկ կսե մեր անունները կուզեն անվանափոխեն։ Քեզի ասեն Սյուզի, ինձ ասեն Ավո։ Ես դման չեմ ուզել։ Չես խոսում։ Հիմա ուրիշ վատ անուն է։ Ավո նշանակում է բարի լուր բերող, բարի լուր ավետող։ Հա, դե որ այդ ման եք ուզեմ, ցավը տանի, մեռնիմ քեզի, կուզեմ։ Մենք միայն մեքենան ենք անվանափոխում, դարձնենք ձեր անունով։ Ծածա ջան, բայց իդի մեքենան արդեն իմս է։ Ես շայել եմ, Ավոն կրվել է։ Որը հորս մոտնես բաներ չասես։ Չէ, ախպերես, ես ուղղակի տենց սրտանց ավտոս նվեր եմ տարի, էլի Սյուզի։ Լավ, մենք շատ արագ կազմակերպենք մեքենայի հետ կապված ամբողջ թղթաբանությունը։ Շատ ապրեք, շնորհակալ ենք։ Մենք ինչ պետք է անենք։ Կոնյակա, շամպայնա, բոմբոներ կա։ Չէ, ամեն ինչ լավ է, ոչ մի բան պետք չի։ Շնորհակալ ենք։ BMW է։ Իմս է։ Հենց դա ստանաս, միջև բաժանվել է։ Մեր տնից կգնաս, որ մի շաբաթ հանգիստ ապրեմ։ Չեմ էլ պատրաստվում երկար մնամ ձեր տանը։ Սարա։ Էս ինչ անում ստե։ Դե լավ է, եկեք, ես 8 ժամա ձեզ էի սպասում։ Ես չեմ հասկանում հետևում ես ինձ։ Ասենք թե հետևում եմ, հետո։ Ստյոպիկ հիմա Սարան հետս է, ասային ինչ որ պիտի ասես։ Ո՞վ է։ Սարա ջան, հիշեցիր ինձ։ Ստյոպիկն է։ Խնդրում եմ էլի այդ Հակոբին հետ ընդունի մոտդ։ Գժվել է, որովհետև ինքը չի դավաճանել, այն որ տանը կողնում տղա աղջիկ ես տեսել, ես եմ ել։ Բանալին վերցրել էի Հակոբից, մինչև ինքը գործերով քաղաքում չէր։ Եղավ Ստյոպիկ։ Ես էլ քեզ ապացույց։ Աղվեսը որ գալիս է, ոչը որպես որ կա իր հետ բերում։ Ես քո ընկերներին շատ լավ գիտեմ Հակոբ, որ մեկին էլ զանգեիր, ասել են, որ իրանք են եղել քո փոխարեն։ Սարա, Ստյոպիկ ասում էր այն ինչը որ ես եմ քեզ ասել, ու ինչը որ իրականում կա։ Ընդհանրապես չբավարարեց ապացույցը։ Պարոն Հակոբ, ճիշտ է, ես քո կողմից եմ, բայց ապացույցը այնքան թույլ էր, ես չհավատացի։ Լավա Սյուզին չէր զանգել։ Պրասը թույլ է։ Կշանոց Սարա։ Բարիկալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, բարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Glendale-ում, ձեր տանը կպած։
ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Վեննայս եւ Բրբանկ քաղաքներում։ Այցելությունների համար զանգահար է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ S&H Garage, այստեղ խիստ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, արհիների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստին նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցումները անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ worldofcandyland.com Եկեք նվիրենք մեր երեխաներին անմոռանալի պահեր World of Candyland-ում, որտեղ ձեր բոլոր երևակայական հնարքները կդառնան իրականություն։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը։ Առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև տղաջան։ Ճիշտ ասած, ես կուզենայի խոհանոցի կահույքից սկսեինք։ Մի բան կեր տղաջ։ Շնորհակալ եմ։ Այս երիտասարդը դու ես բերել։ Ինչի դու սենյակները ներկելով կզբաղվես, ես ավելի կարևոր գործերով չեմ զբաղվի։ Ամբողջ խոհանոցի կահույքն եք ուզում փոխել։ Այո, իհարկե, հնարավոր է։ Այո, իհարկե, կարող ենք ամբողջ խոհանոցի կահույքը փոխել, եւ եթե հարկավոր է, ամբողջ տան կահույքը։ Ով, ես կուզենայի, որ դռները չբացվեին։ Ոչ մի խնդիր։ Եկիչա։ Դռները զամակից ուզում դրեմ, որ հաս չուտեմ։ Չէ, Սարոջան, ես նախ կուզենայի, որ ծորներս չգային բացեին փագեին այս դարակները նախ, երկրորդն էլ մի նոր կահույք պատվիրեինք, որ անկյունները սուր չլինեին, երեխա են էլի, ես իմ, հնարավոր է։ Այո, ամեն ինչ հնարավոր է։ Դրա մասին պետք է շուտ մտահոգվեիր, որ ամուս փոքր ժամանակ չընկներ գլուխը չխփեր, հիմա տես բրիցերև ու մարդ են։ Բա այդքան նայում էիր, մտածեիր, բռնեիր այդ երեխան թող գլուխը չխփեր։ Չէ, դու ես պահել, միջև օրս։ Ներողություն, ես կարող եմ իմ չափսերը։ Հագնա չափում են տար այ մարդիա։ Խմեցեք։ Քանի անգամ եմ ասել հերիք եմ տոներով։ Տալի վազեր։ Դու ինչ ես ուզում ինձանից։ Դու սանա։ Հասկանում եմ, որ ստեղ ավելոք։ Այս դու ոնչ Մատը։ Ինչ դարել դու։ Հա, բել, ես հեսա կմտնեմ մոտը ու կբացատրեմ, որ դու ժամանակի խնդիր ունես։ Հա։ Մի րոպե։
Դուք մանրամասն կարդացեք պայմանները, վաղը Բելլան կգա կստորագրի։ Բել, լսեցիր, չէ։ Շատ արագ գործընթաց է, բան չի մնացել արդեն անելու։ Լավ։ Գիտեք, չէ, այնքան արագ հաստատվեց Բելայի վարկը, որ մտածում եմ ես էլ ձեր մոտից վարկ վերցնեմ։ Այո, իհարկե, ամենալավագույն պայմաններով կկազմակերպենք վարկը։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիմա մի հատ այս թղթերը կարդամ, որ Բելային բացատրեմ ինքն էլ հանգիստ լինի։ Շատ կա։ Ով ես դու ապեր։ Ինչի համար ես նկարում։ Ես։ Բա ում նկարեմ։ Ծառ նկարի, ավտո չունես, ավտոտ նկար, ինձ պիտի նկարես։ Ինձ ասել են քեզ հետևեմ։ Այսինքն ինձ հետևես։ Արի։ Ասում ես ով ես։ Մենք քեզ լավ առաջարկ ունենք։ Նայ, դու Սարայի նախկինն ես, Սոսը ներկան։ Էսեն դեպքնա Երանի նախկինը հետ գա, դու էլ եկել ես, կարաս մեզ օգնես բացահայտենք, որ իրանց ամուսնությունը ֆիկտիվ է։ Այդ ժամանակ Սոսը կեթա նստելու, դու էլ կարաս վերադառնաս քո Սարայի մոտ։ Բայց դու ընդհանրապես էմիգրացիոնի աշխատողի հետ նման չես։ Ես չէ, քերիսա, Ամատունի Ջեքսոնը։ Ես իրան պրոստո օգնում եմ։ Քերուտ ասա, որ Սարան ու Սոսը իրականում սիրում են ու պատրաստվում են ամուսնանալ։ Հատուխ ես եկել։ Հարսանիքի եմ եկել։ Արա, ես տենց է գիտեի, մեռա քերուս ասելով, որ իրանք իրար սիրում են։ Հել եմ ախպեր։ Կարող է airdrop-ըդ միացնես նկարներդ ուղարկեմ։ Հել արապեր։ Դավայ ախտերես։ Ասա Հակոբ։ Հիմա նենց ստացվեց, որ ես քեզ ինչ-որ ամատունու ձեռքից փրկեցի։ Ավելի ճիշտ ձեզ։ Նենցա, որ ուզում էր ձեր գլխին սարքեր։ Այդ դեպքում Սոսը կգնա բանտ, դու էլ կգաս հետ։ Դու որտեղից գիտես ամատունուն։ Ես կարամ ամատունու հետ հանդիպեմ ու ամեն ինչ պատմեմ։ Ասեմ, որ ձեր ամուսնությունը կեղծ է։ Կամ կարաս գաս իմ հետ հանդիպան։ Հակոբ, շանտաժ ես անում։ Հա, շանտաժ եմ անում։ Եթե միակ տարբերակը սենց է քո հետ հանդիպելու, ուրեմն, հա, շանտաժ եմ անում։ Իմա ջան, մի բան կեր, բարես, չոպ ես դարել։ Հոպ լավ էլի։ Հայկ մկրատը դրածա աչ կողմում։ Ոչինչ մի հատ գահանգիպես հետը։ Նորմալ տղամարդը կնոջը շանտաժ չի անում։ Նորմալ տղամարդը քեզ չեր սիրը հարվի։ Աման, չիդեմ, բայց ասա որ ես լավ ռուլավի եմ, հա։ Բայց շատ հաց ու պանիր պտուտես, որ ինձ հասնես։ Աման, այման կխոսես ինչ որ դու չէիր ամատունուն մաշնի տակը ցկել։ Հա, հասկանում եմ։ Հա, դե ես էլ ձեզ ասում եմ, որ իմ աղջիկն է։ Լավ պարզ է։ Շնորհակալություն։ Բելա, դու ինձ ասելու բան չունես։ Բելա, ես հղի ես։ Ինչ, չհասկացակ իմա, ես ինչեր ես խոսում։ Ես կասեմ, իմ աղջիկը վարկ է վերցրել։ Ու ամենակարևորը տուն գնելու համար։ Հենց հիմա բացատրի ինչա կատարվում իմ թիկունքում։